Edmond Malukian. Հարգելի ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, ես ուղղակի մի քանի պարզ հարցադրումներ կցանկանայի անել, որ երբ որ մենք քաղաքական ուժերը, ազգային ժողովի պատգամավորները խորհրդանում քննարկում են, թե ինչպես վարվել մարդկանց հետ նրանց ընտրական իրավունքը իրացնելու գործընթացներում հարց չի առաջանում, բայց մարդկանց մենք հարցրել ենք, իրանք ցանկանում են, որ մենք իրանց հետ այդպես վարվենք։ Ասենք, ես ուղղակի ապշած եմ, մատները թանաքոտելը, ես կարծում եմ, վատ գաղափար է, բայց այդ գաղափարը գնալով զարգանում է արդեն ձեռքի վրա կնիկ դնելով։ Այսինքն մենք մեր քաղաքացիներին հարցրել ենք, դուք ուզում եք ձեր մատները թանաքոտեն, ձեր ձեռքի վրա կնիկներ դնենք։ Առանց այդ էլ Հայաստանում ընտրական պրոցեսների ժամանակ մասնակցությունը այնքան էլ բարձր չէ։ Եվ ես մտահոգություն ունեմ, որ եթե մենք մարդկանց մատները թանաքոտենք, մարդկանց ձեռքի վրա կնիկներ դնենք առանց իրանց հարցնելու, հա, այդ մարդիկ ընդհանրապես չեն գա ընտրության։ Կասեմ, ախպեր գնացեք ինչ ուզում եք արեք։ Հետո գան նրանք ու որ փող են տալի կամ բերում են։ Եվ այն մարդիկ, ովքեր պետքա գոնե ընդդիմության համար գային, քվեարկեին, նրանք զզվելու են այդ ընտրություններին մասնակցելուց։ Ես ուղղակի առաջարկում եմ մարդկանց հարցնել, նոր իրանց վրա ինչ-որ բաներ դնել, ասենք, թանաքոտել, բան, կնիկ դնել իրանց վրա, հա, մարդկանց հարցրեք մի հատ, տեսեք ուզում են, ես մեկը չեմ ուզում, որ չի մատս թանաքոտեն, ոչ էլ իմ ձեռքի վրա կնիկ դնեն։ Հիմա այստեղ գալուց առաջ, պարզա չէ որ իրավաբան մասնագիտությունը հենց այնպես չէ, որ ես ունեմ։ Այստեղ գալուց առաջ ուսումնասիրել եմ ընտրական օրենսգիրքը։ Եվ ինչա պարզվել։ Մի հետաքրքիր բան, հուսով եմ մեր քաղաքացիները նույնպես լսում են մեզ։ Տեսեք, ներկայացնում եմ այսօրվա ընտրական համակարգը։ Ինչպես է ձևավորվում տեղամասային ընտրական հանձնաժողովը եւ ինչպես է ձևավորվում այսօր հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովը։ Ուրեմն 6 մարդ ներկայացվում է ԱԺ 6 խմբակցություններից։ Ես ճիշտ եմ, չէ՞ հասկացել ազգային ժողովում միայն հանրապետական խմբակցությունն է, որ իշխանություն է, մյուս 5-ը ընդդիմությունն են։ Մի հատ հանրապետական 5 ընդդիմադիր։ 2 մարդ ներկայացվում է բանից, վերցնենք, այս 2 մարդն են իշխանության մարդիկ։ Դրանց գումարում ենք հանրապետականի թեկնածուին, ունենում ենք 3 իշխանական մարդ հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովում։ Բայց ունենում ենք 5 ընդդիմադիր մարդ։ Հիմա մենք այս 5 հոգով չենք կարողանում ստուգել, թույլ չտալ որ կեղծեն, ասում ենք ժողովուրդ եկեք ձեր ձեռի վրա կնիկ դնենք, եկեք ձեր մատը թանաքոտենք, բան։ Ասա ինչ անելու բան է։ Ընտրական օրենսգիրքը այս հնարավորությունը տալիս է։ Գոյություն ունի 5 հատ ընդդիմադիր խմբակցություն։ 5 ընդդիմադիր խմբակցությունը կարող է ունենալ եւ պետք է ունենա 5 անդամ հանձնաժողովի։ Ընդ որում։ Դա էլ մի հատ շատ կարևոր բան ասեմ։ 2000 հանրաքվեի եւ հետագայում նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները համամասնորեն ստանում են հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնները, որից մոտավորապես 1100-ն է հանրապետական։ Եվ միայն կամ նախագահ կամ քարտուղար եւ մյուսը ընդդիմադիր է։ Այն մյուս 900-ը ընդդիմադիրներն են։ Այդ 5 ֆրակցիաների ընդդիմադիրներն են լինում։ Ոնց հասկանանք, որ այդ պայմաններում մենք ուզում ենք մարդկանց մատները թանաքոտենք։ Ոնց էլի մի հատ ով կարա բացատրի։ Այսինքն բանը տեղամասային հանձնաժողովում ունենք 8 մարդ, 5 ընդդիմությունից է 5 հոգով չենք կարողանում, տեսնենք մեկը 6 անգամ քվեարկե, ինչ արը, ասում ենք արի մի հատ էլ մատը թանաքոտենք, ձեռիդ կնիկ դնենք։ Ժողովուրդ, եկեք իրապես բան անենք, էլի մի հատ լուրջ նայենք այս խնդրին ու հասկանում եմ, որ պոպուլիզմը շատ լավ բան է դարձել Հայաստանում, դրանով մարդիկ կարողանում են տենց ինչ-որ հաճոյանան, չգիտեմ, ձայներ շահեն, բայց երբ որ ուսումնասիրում ենք ընտրական օրենսդրությունը, հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում։ Մեղադրանքը իշխանության, որ ընդդիմությանը մեղադրում եք, ասում եք, այդ չունեք հանձնաժողովներում մարդ, վստահված անշունեք չեք կարողանում հսկել բան, դա էլ արդար չի, էլի։ Այս սաղ ռեսուրսը վերցրել եք ձեր վրա, ինչ կա ձերն է,
վարչապետը շտաբի պետն է, մարզպետները մարզերի շտաբի պետերն են, քաղաքապետերը քաղաքների շտաբի պետերն են, թաղապետերը թաղերի շտաբի պետերն են, ամբողջ վարչական ռեսուրսը ձեր ձեռքին, ձեր մարդկանց ուղարկում եք հանձնաժողովներում անդամ, վստահված անձ, այդ մարդը բյուջետային աշխատող մարդ է, շահ ունի գնում է վստահված անձ է աշխատում։ Ընդդիմության համար շատ դժվար է այդ վստահված անձանցով ապահովել։ Բայց եթե մենք հիմա քննարկում ենք մեխանիզմը, ես ձեզ ասում եմ մեխանիզմը սա է, ունենք 5 հատ հանձնաժողովի անդամ, 5 հոգի հանձնաժողովի անդամ եւ եւս 5 հոգի էլ դիտորդ կարող են ունենալ։ Այսինքն եղավ 10 մարդ ընդդիմությունից տեղամասային եւ հանրակրվեի ընտրական հանձնաժողովում։ Դուրս է գալիս 10 մարդով, մեխանիզմը մեծ տված է։ 10 մարդով մենք չենք կարողանում հսկել։ Այլ բան է, որ այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ երկրի ամբողջ ռեսուրսը կենտրոնացած է մի քաղաքական ուժի մոտ։ Եվ այն մյուս քաղաքական ուժերը չեն կարողանում մարդներ գրավել։ Բայց դա հարցի մյուս կողմն է, եւ դա չի արդարացնում այն հանգամանքը, որ ասենք մեխանիզմներ չկա, մեխանիզմները կա։ Էս է, մեխանիզմները ներկայացրեցի։ 5 հանձնաժողովի ընդդիմադիր անդամ։ Հիմա գամ ID քարտերի հետ կապված խնդրին։ Ուրեմն կա մտահոգություն բոլորի մոտ, որ այս ID քարտերով հնարավոր է մարդիկ կրկնակ քվեարկություն անեն։ Ու ասում են կա 180,000 մարդ, որ ունի ID քարտ։ Մենք կարծում եմ մեր խոսքի մեջ պետք է մի քիչ ուշադիր լինենք եւ զգույշ, որ այս 180,000 մարդուն ես որպես մարդու իրանքների մասնագետ եմ ասում։ Ապրիորի արդեն մեղադրել են կտրակեղծիքների մեջ, հանցագործությունների մեջ։ Այդ 180,000 մարդը անմեղության կանխավարկած չունի։ Չէ, ով ասել որ այդ 180,000 մարդը տես կազմակերպված գնալու է կեղծիք անի։ Այդ 180,000 մարդուց ես վստահ եմ 160,000-ը ընդդիմությանն է հավանում։ Այսինքն այդ ասել որ դա փաստ է, որ այտենց է, դա չի կարելի այդ ձեով ասել։ Մի հատ էլ բան ասեմ։ Պատկերացնենք համ ID քարտ ունի մարդը, համ էլ անձնագիր ունի։ Առավոտ 8-ին գնում անձնագրով քվեարկում է, հետո 7 հասկես, որ հանձնաժողովի անդամները հոգնած են շատ, ID քարտով է ներկայանում, նույն տեղամաս։ Ու ասում է, եկել եմ քվեարկեմ։ Ամբողջ process-ը գնում է հաստ ստորագրել, ասում է ես տեղը ստորագրել եք, այսով է տեղը ստորագրել։ Ու սկսվում է այդտեղ մի հատ բան։ Այսինքն, եթե մեկի մտքին լինի, որ ապականի process-ը, դրա համար բազմաթիվ հնարամտություններ կան եւ կհնարվեն։ Եթե իշխանության մտքին լինի, որ կեղծի, ուզում եք մատները թանաքոտեք մարդկանց, ուզում եք ոտները թանաքոտեք մարդկանց, կեղծվելու է։ Հետեւաբար քաղաքական կամքի քննարկման առարկան դրել ենք մի կողմ, քննարկում ենք մեխանիզմները եւ մեխանիզմների քննարկման արդյունքում հասել ենք ուղղակի անիմաստ ինչ-որ բաների, էլի ասենք, կնիկ դնենք մարդկանց ձեռների վրա, չգիտեմ ինչ անենք։ Այդ բա չենք ասում, որ եկեք նայենք տեսնենք այդ կամքը իրականում կա թե չէ։ Իսկ եթե մեխանիզմներն եք քննարկում, մեխանիզմները ես ձեզ ներկայացրեցի։ Ընդդիմությունը հանձնաժողովում ունի 10 մարդ, իշխանությունը ունի 4 մարդ, 3 մի հատ էլ վստահված անց, 4 մարդ։ Եթե 10-ով 4-ի դեմ չենք կարողանում, ուրեմն մենք համակարգային խնդրեմ ունենք քաղաքական համակարգում։ Ու ունենք։ Շնորհակալություն։